բիզնեսի տերը իրականում հաճախորդն է։ Կյանքը, բիզնեսը դրանք ապրելու մասին են, շարունակվելու մասին են, առաջ գնալու մասին են։ Նույնիսկ անհաջողությունը ճիշտ է դժվարացնում է եւ կյանքը եւ բիզնեսը, բայց դա շատ սիրուն դաս է տալիս։ Առանց արհեստական բանականություն որևիցե բան անել այս դարում, ինձ թվում է անհնար է արդեն։ Մենք պիտի ընդունենք այն որպես իրականություն եւ համարժեք շարժվենք։ Մենք այն ենք, ինչի մենք հավատում ենք, ինչ մտածում ենք եւ ինչ կրում ենք։ Բոլորս իրականում, վերջի վերջո, ընդամենը մարդ ենք։ Եվ լրիվ նորմալ է լինել եւ գեղեցիկ, եւ հոգնած, եւ հուզված, եւ պահի տակ ցավացող հոգով։ Նորաձևությունն այսօր դադարել է լինել պարզապես հագուստ։ Այն դարձել է մշակույթ, տնտեսություն, երբեմն նաև ինքնության լեզու, իսկ ավելի հաճախ աշխարհայացք։ Այսօր Էսթեզյանի տաղավարում հայկական ամենաճանաչված մաս-մարքետային ապրանքանիշերից մեկի Գուավանովայի համահիմնադիր Տիգրանուհի Սարգսյանն է։ Բարև ձեզ։ Ողջույն Նարա ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ եմ, որ հյուրընկալվեցիք։ Տիգրանուհի ջան, մարդիկ հաճախ հագուստ գնելուց ուզում են դառնալ այն պատմության մասը, որի մասին պատմում է այդ ապրանքանիշը։ Ինչի մասին է այսօր պատմում Գուավանովան։ Գուավանովան պատմում է առաջի հերթին հաճույքի, անհոգության, արագության, այս բազմազբաղ եւ բազմածախս առօրյայում ավելի բյուջետայնության, ինչպես նաեւ հայկականության մասին։ Նրա մասին, որ մենք կարող ենք հասնել բարձր արդյունքի, բարձր որակի, բարձր մակարդակի ու ամենևին պարտադիր չի լինել իտալացի կամ, չգիտեմ, օրինակ իսպանացի, որպեսզի կարողանաս նորաձևությունում հաջողության հասնել։ Ես չեմ ասում միջազգային մասշտաբով, ոչ, սկզբում մեր երկրում, բայց դրա համար պետք է հավատ, սեր եւ աշխատանք, անմնացորդ նվիրվածություն ու կրկին փորձ, որովհետեւ չի լինում չստացվել, լինում է չփորձել ու կրկին չանել։ Եվ իհարկե Աստծո օրհնությամբ այդ ամենը։ Շատ լավ։ Ցանկացած բրենդ ապրանքանիշ, որը ստեղծվում է, գալիս է լուծելու ասպարեզում արկա որևէ խնդիր։ Այ ինչ խնդիր եք դուք գալիս լուծելու հայկական նորաձևության, այսպես ասած, փոքրիկ շուկայում, որը որ արկա էր։ Չասեմ խնդիր, ասեմ ավելի շատ բաց։ Ամեն դեպքում մենք հայկական մաս-մարքետի ներկայացուցիչ ենք եւ պարզ ճակատով կարող եմ ասել, որ մենք արտադրում ենք հագուստ կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար 0-ից մինչեւ վերջնական ապրանք։ Համակարգչային ծրագրով կոնստրուկտավորումից, կետից եւ գծից, կարով, տպագրությամբ, ասեղնագործությամբ եւ վերջնական ապրանքով խանութներում։ Վերադառնանք ձեր անվանը։ Գուավանովա։ Գուավա անունը ամուսնուս մտահղացումն է եղել, ճիշտ ասած համեմատել է մանգո անվան հետ։ Եվ մտածել էր օրինակ, եթե մանգոն միրգ է, հա, համարում ենք միրգ, բայց ինքը փաստացի շատ սիրվել է եւ մարդիկ ընկալում են այդ անունը ասոցացնելով հագուստի բրենդի հետ, ինչի օրինակ չի կարող լինել Գուավա։ Այդպես առաջացավ Գուավա անունը։ Հետո, երբ որ արդեն որոշեցինք, որ պետք է արտադրությամբ զբաղվենք, այսինքն Գուավան պետք է նորովի ներկայանա, նոր կյանք, նոր շունչ ստանա, այդտեղ եկավ ռեբրենդինգի կարիքը։ Վերանվանվեցինք, դարձանք Գուավանովա, պահելով հինը, Գուավա անվանումը եւ մի փոքրիկ նորություն։ Եվ իրականում այդպես էլ թարգմանվում է Գուավանովա, այսինքն նոր Գուավա։ Նոր Գուավա։ Այո։ Շատ լավ, որ թվականին ստարտ տվեցիք ընդհանրապես բիզնես գաղափարին եւ կուզեմ խոսել առաջին հաջողության մասին, երբ հասկացաք, որ ստացվել է ձեր մոտ։ 2017 թվականից սկիզբը դրվեց։ Արդեն 2 տարի է արտադրությամբ ենք զբաղվում։ Մենք հասկացանք, որ ստացվեց, ասեմ, երբ հասկացանք, երբ կարողացանք արտադրանք տալ, որակով, գեղեցիկ արտադրանք տալ։ Դա շատ մեծ հաճույք էր, յուրահատուկ զգացողություն էր, որովհետև միշտ բոլորը չհավատալով էին մոտենում, ամենայն անկեղծությամբ չէին հավատում, որ կարողանանք հասնել հաջողությամբ, չէին հավատում, որ այդ ամենը մենք ենք անում, մտածում էին այդ ամենը ներկրված է մեծ մասը, այստեղ ուղակի պիտակ է փոխվում, ուղակի տիպ է փակցվում, բայց չէ, դա այդպես չի, մեզ մոտ ամենասկզբից, սկսած համակարգչային ծրագրի կետից եւ գծից, հագուստի կոնստրուկտավորումից, հագուստը անցնում է բոլոր փուլերը մեր ֆաբրիկայում, այնուհետև հասնում խանութ եւ մատուցվում մեր սիրելի հաճախորդին։
Շատ լավ։ Կխոսենք նաև ֆաբրիկայից եւ աշխատակիցներից, այդ մեծ ձեր ընտանիքից եւ մեծ թիմից, այստեղ ուզում եմ խոսել նաև թե ինչպես եք դուք եռանդով խոսում եւ պատմում ամենի մասին, ձեր դերի մասին, որպես բիզնես լեդի։ Ինչպես դա անցալվեց։ Այ հայ կնոջ դերը սովորենք, չէ, որ հայ կինը կայանում է եւ իր ընտանիքի ներսում, բայց այսօր դուք արդեն կառավարում եք մի ամբողջական բիզնես, ընտանիք, ինչպես է դա անցալվում։ Տեսեք, անկեղծ ասած, իմ մասնակցությունը աշխատանքին ստացվեց ելնելով կարիքից։ Քանի որ արդեն կար ֆաբրիկան եւ մենք պետք է անեինք կոնստրուկտավորում մեր հագուստի, մենք չունեինք կոնստրուկտոր եւ մենք պիտի կոնստրուկտավորեինք համակարգչային ծրագրով։ Այնպիսի ծրագրով, որով ոչ մեկ չէր աշխատում Հայաստանում, դա հրաշալի ծրագիր է հունական, որը հնարավորություն է տալիս մի քանի անգամ արագ, մի քանի անգամ էֆեկտիվ կարողանալ ստանալ այն, ինչ ուզում ես։ Ես ստիպված էի սովորել այդ ծրագիրը։ Սովորեցի ինչ մտքով, որ հետո երբ որ արդեն կորոնանք մշտական կոնստրուկտոր, իրեն կսովորեցնեմ այդ ծրագիրը կամ կկարողանամ մի այլ ծրագրի միջոցով ֆայլերի ուղարկմամբ եւ վերափոխելով աշխատել։ Բայց հետո չկարողացանք գտնել մշտական կոնստրուկտոր եւ ես ստիպված եղա զբաղվել կոնստրուկտավորմամբ, չլինելով մասնագետ ամենևին։ Ասեմ անկեղծ, մինչև ֆաբրիկան լինելը որպես պարզապես հագուստի սպառող, հա, կամ ամուսինս զբաղվում էր վաճառքով, բայց ամեն դեպքում մենք արտադրությունից չէինք հասկանում։ Լրիվ անկեղծ, ես անգամ չգիտեի, որ գոյություն ունի հագուստի կոնստրուկտավորման հատուկ օրենքներ, հատուկ չափսային բազմացումներ, երբևիցե նույնիսկ մտքովս չէր անցել։ Ինչևից է մեծ դժվարությունների եւ չհանձնվելու արդյունքում ստացվեց, մենք կարողացանք զբաղվել դրանով, այժմ ունենք մշտական կոնստրուկտոր, մի հոգի, երկրորդ կինն է ավելացել, ես ընթացքում էլի զբաղվում եմ կոնստրուկցիայով, ընթացքում համագործակցել ենք տարբեր, չասեմ մասնագետներ, ասեմ կոնստրուկցիայով զբաղվողների հետ, որովհետև ցավոք սրտի Հայաստանում մեծ բաց կա մասնագետների։ Կլինի կոնստրուկտոր, կլինեն տեխնոլոգ որպես մասնագետներ, կլինեն արտադրամասի պրոֆեսիոնալ կառավարիչներ, հա, ունենալով մեծ փորձ։ Այդ ամենի բաց կար, բայց կարողացանք հարցը լուծել ինչի շնորհիվ, որովհետև հավաքվեց թիմ, հիմնական մասը, հա, բիզնեսով զբաղվողները, արտադրամասը կառավարողները, ովքեր միանման էին մտածում, նայում էին դեպի զարգացում, տեսնում էին զարգացումը, տեսնում էին ուղին, իրենց դերը այդտեղ, բոլորը գիտեին, որ պիտի նվիրվեն եւ աշխատեն եւ ոչ մեկ չպիտի մյուսի ժամանակի կամ առողջության հաշվին ուրիշ բանով զբաղվի, չէ, բոլորս մի տեսակ էինք մտածում, շատ շնորհակալ եմ բոլորին այդ ամեն ինչի համար, բոլոր նրանց, ովքեր սկզբից մինչև օրս մեզ հետ են աշխատում։ Այսինքն թիմային, թիմային, բնականաբար թիմում եղել են խնդիրներ, ով խնդրահարույց էր, այժմ մեզ հետ չի աշխատում, չասեմ խնդրահարույց, ուղղակի տարբեր էինք մտածում, տարբեր տեսակի մարդիկ էինք, այժմ մեզ հետ չեն։ Բոլոր նրանք, ովքեր այժմ մեզ հետ են եւ նույն էնտուզիազմով, նույն նվիրվածությամբ, նույն աշխատասիրությամբ շարունակում են աշխատել, ես շատ եւ շատ շնորհակալ եմ բոլորից։ Մենք խոսեցինք այ պիտակի մասին, Made in Armenia։ Այո։ Ձեր հաճախորդները ուշադրություն են դարձնում պիտակին թե որակին։ Ինչի չասեմ պիտակին, որովհետեւ արդեն այդ մտքով են գալիս, որ հայկական է, իրենց հետաքրքրում է հայկական, այսքան շատ տեսականի, սենց այսպես ասած հայկական այլևս որակի մասին է։ Այո, մարդկանց դուր է գալիս որակ գին տեսք համադրությունը։ Իսկապես, բոլոր մարդիկ, ովքեր գալիս են մեզ մոտ խանութ, իրենք տպավորված եւ ուրախ եւ թեթեվության զգացումով դուրս են գալիս։ Ու վստահ եմ, որ մեծ մասի մոտ կարող է հպարտության զգացում էլ լինել։ Այո, որովհետև իրենք մի մասն են, առանց մեր հաճախորդի մենք չէինք դառնա այսօրվա Գուավանովան, ինչքանով որ կանք, հա, ինչ չափով որ կանք, դա նաև մեր հաճախորդի շնորհիվ է։ Բիզնեսը զարգանում է հաճախորդի շնորհիվ, որովհետև բիզնեսի տերը իրականում հաճախորդն է։ Ամեն ինչ արվում է վերջնակետում հաճախորդին հասցնելու համար դա։ Հայկական մաս մարքետը, ինչպես նաև Գուավանովան մրցունակ է արդյոք համաշխարհային մաս մարքետի բրենդերի հետ, որովհետև նման միտք ես լսել եմ, որ մենք մրցելու ենք Zara-ի, H&M-ի, Mango-ի եւ այլ նմանատիպ ապրանքանիշերի հետ։ Կան քայլեր, արվում են քայլեր, արդյոք դա հնարավոր է։ Այստեղ շատ կարևոր է սեփական չափը գիտակցելը, ընդունելը եւ հանկարծ առաջ չվազելը։
որովհետև առաջին հերթին մենք հայկական ենք, առաջին հերթին մենք նոր ենք, առաջին հերթին մենք դեռ մեր շուկայում ճանաչվելու եւ ռեալիզացվելու խնդիր ունենք։ Եվ դա նույն բանն է, ինչպես օրինակ ես ասեմ, որ այ ես կարող եմ մրցել Dolce & Gabbana-ի հետ, ինչպես կարելի է նման բան ասել։ Մենք պիտի գիտակցենք, չէ՞, մեր չափը։ Այ նրանք բրենդեր են, Zara-ն, Mango-ն, խոսքով mass market-ի բոլոր բրենդերը, նրանք պատմություն ունեցող բրենդեր են, 50-60 տարվա բրենդեր են, նրանք փորձ անցած, լուրջ ճգնաժամեր ապրած, հազարավոր մասնագետներ ընդունած ու ճանապարհած բրենդեր են։ Մենք այժմ իրավունք չունենք մեր մտքով անցկացնել համեմատվելու մասին։ Այ երբ որ Աստված առաջ մենք կկարողանանք մեր դիրքերն ուժեղացնել, ոտքի կանգնել մեր շուկայում եւ կկարողանանք դուրս գալ միջազգային շուկա, այդ դեպքում մենք կսկսենք մտածել, որ մենք կարող ենք գնալ այդ բրենդերի ճանապարհով։ Որ ստանդարտների շնորհիվ է, որ մենք պետք է դուրս գանք այդ շուկան։ Լավատեսության, սեփական ուժերի նկատմամբ հավատի եւ չհանձնվելու, որովհետեւ կյանքը, բիզնեսը դրանք ապրելու մասին են, շարունակվելու մասին են, առաջ գնալու մասին են։ Նույնիսկ անհաջողությունը ճիշտ է դժվարացնում է եւ կյանքը եւ բիզնեսը, բայց դա շատ սիրուն դաս է տալիս։ Ու այդ դասը վերցրած եթե գնում ես առաջ, պահի տակ զգում ես, որ այդ առաջընթացը կրկնակի արագ ստացվեց։ Այ որովհետեւ դու մի լավ դաս ունեիր վերցրած, գիտեիր այդ պահին ինչ անեիր։ Շատ լավ, մենք բայց կրողնենք mass market-ը, անգամ անհատական փոքր բիզնեսները, ապրանքանիշերը կրողնենք եվրոպական ստանդարտների։ Արդյոք հնարավոր է, որ մենք ստեղծենք մեր ստանդարտները, լինենք կրողը մեր ստանդարտների եւ նաեւ այդ ստանդարտներով դուրս գանք Եվրոպա։ Կարծում եմ այո, որովհետեւ ճիշտ է, հայկական շատ տարազային օրնամենտներ չես կարող մտցնել առօրյա հագուստի մեջ, բայց կարող ես օգտագործել հայկական մշակույթ։ Կարող ես օգտագործել հայկական գեղատեսիլ վայրեր։ Մենք հրաշալի հայրենիք ունենք ու այդ սիրելը, բրենդը սիրելը, տեսքը սիրելը, ամեն ինչը սիրելը, հայրենիքը սիրելը, դա գալիս է ճանաչողությունից, հայրենաճանաչությունից, հայկական գանձերը, հայկական արվեստագետներին, նկարիչներին, երաժիշտներին, գիտնականներին, այդ ամենը ճանաչելուց, սիրելուց սկսած, մենք կկարողանանք սիրել մեր բրենդը, որովհետև մենք սկսել ենք տպագրել եւ ասեղնագործել հայկական մեր մշակութային տարրեր, ինչը շատ հաճելի է եւ ես կարծում եմ, որ առաջընթաց հնարավոր է միայն այդ դեպքում, երբ որ քո սեփական ունեցածը գնահատելով, արժևորելով եւ կրելով եւ սիրելով, դու կարողանաս ներկայանալ։ Այդ տեսեք օրինակ ընտանիքներում ոնց է, երբ երեխան սիրված է, ինքը մեծ օրհնություն է, չէ՞, ստանում իր ընտանիքից, իր մեծ ընտանիքից։ Ու բրենդն էլ, երբ որ դու քո ազգայինը կրելով, քո մեջ այն սիրելով, գնահատելով, փորձում ես ապրել, որպես բիզնես ապրելու առաջ շարժվել, դա հնարավոր չի ուղղակի չսիրվի, որովհետև դա այն մեծ հարստությունն է, որ մենք ունենք որպես հայ։ Ոգեշնչման մասին խոսենք։ Խոսեցինք այ հայրենիքից, օրնամենտներից, մեր զարդանախշերից, նույն գեղանկարչությունից, արդյոք հնարավոր է այդ արժեքներով, ինչպես որ արդեն խոսեցինք, այսպես ասած հաղթահարել եվրոպական ստանդարտների շեմը եւ դուրս գալ եւ ներկայանալ աշխարհին։ Տեսեք, հայկականի շնորհիվ սիրվում է բրենդը հայերի կողմից, Սփյուռքի հայերի կողմից, բայց եթե մենք նայում ենք Գուավանովային, այնտեղ միայն հայկականը չի։ Մենք ունենք տարբեր պրինտեր, տարբեր ասեղնագործություններ, տարբեր ոճեր։ Մենք մեզ չենք համարում միայն հայկական ոճ կրող, արտադրող, ոչ։ Մենք մեզ համարում ենք հայկական բրենդ, որը ներկայացնում է հայկական արժեքները, բայց նաև ընդունում է իրեն որպես աշխարհի մի մասնիկ։ Ով է Գուավանովա կրող հաճախորդը։ Վերջերս մի հետաքրքիր միտք հասկացանք, որ Գուավանովան բոլորիս բրենդն է, որովհետև Գուավանովան կարող են կրել բոլորը, ցանկացած տարիքի, ցանկացած սոցիալական վիճակի եւ իրականում հենց այդպես է։ Այնքան տարբեր ճաշակով, նախասիրություններով եւ ցանկություններով հաճախորդներ են գալիս խանութ սրահներ եւ բոլորը գոհ գնումներով դուրս են գալիս։ Հա, շատ կարևոր է, խոսեցինք մենք ասում ենք հաղորդումից դուրս խոսում ենք մարքեթինգային արշավի մասին, որը որ շատ կարևոր է։ Այ ինչ կլինի Գուավանովա բրենդի հետ, մաս մարքետային այս գիգանտի հետ, մեր փոքր Հայաստանի սահմաններում, եթե չլինեն մարքեթինգը եւ սոցիալական կայքերը։
Կարծում եմ ինչ որ առումով ստվերում կմնա, որովհետև մարքեթինգը այնքան է դարձել շուկայի մի մաս։ Գեղեցիկ լուսաբանմամբ, յուրահատուկ լուսաբանմամբ, թե ինչ էլ նոր ձևով, ինչ նոր վիդեո տարբերակով, ինչ նոր լուսային էֆեկտով, ինչ նոր խաղային էֆեկտով կարելի է դա ներկայացնել, որ չանել մարքեթինգ կնշանակի հաստատ ինչ որ առումով մնալ ստվերում։ Շատ լավ, արհեստական բանականություն ներգրաված է Գուավանովայի ստեղծագործական ընթացքին։ Այո, արհեստական բանականություն, այո, ներգրաված է, որովհետև դե նախ տարբեր տեսակի նկարների ստանալը։ Դրանք պատրաստի նկարներ չեն, քանի որ մենք մեր պատկերացումն ենք դնում այնտեղ, մեր պատկերացրած տեքստերը, մեր պատկերացրած ֆոնը, եւ առանց արհեստական բանականություն որևիցե բան անել այս դարում, ինձ թվում է անհնար է արդեն։ Մենք պիտի ընդունենք այն որպես իրականություն եւ համարժեք շարժվենք։ Այ ոճային առումով կարող ենք խոսել Գուավանովայի լեզվի, ոճի լեզվի մասին։ Եթե մենք գտանք հաճախորդին, սիրում են բոլորը 0-ից մինչև 100 տարեկան, հա, այ ոճը ինչ է թելադրում, ինչ լեզվով է խոսում իր հաճախորդի հետ Գուավանովան։ Թեթևության, անհոգության, բնականության։ Այո, բնականության, ավել չլարվելու, ավել չմտածելու, մշտական հասանելիության, վստահության, որ ցանկացած պահի դու կարող ես լինել գեղեցիկ, ունենալով ֆիքսված բյուջե։ Այ կա այսպիսի միտք, չէ, ասում են, որ ներդրում կարելի է անել մանավանդ վերջին տարիներին նաև հագուստի մեջ, չէ՞, մարդիկ, այսինքն խոսքը դա լյուքս տեսակի հագուստների մասին։ Գուավանովան էս ասպարեզում, այ որտեղն է զբաղեցնում, ինչ տեղում է գտնվում։ Ես չեմ կարող Գուավանովան համեմատել լյուքս դասի բրենդերի հետ, որովհետև դրանք լրիվ տարբեր աշխարհներ են, լրիվ տարբեր պատմություններով, նպատակներով եւ բիզնես կյանքով, բայց իմ համար դրանք հավասար արժեքներ ունեն, անգամ ավել, որովհետև նորածին երեխան ոնց է մեծացնում ես, դու գիտես, չէ, ինչ ճանապարհ ես անցել։ Այ Գուավանովան դա մեծ հպարտություն, մեծ սեր եւ մեծ արժեք է ինձ համար, մեզ համար, բոլորիս համար։ Եթե օրինակ 30 տարի հետո կամ միգուցե 100 տարի հետո չգիտեմ, լինի նորաձևության, հայկական նորաձևության պատմության թանգարան, որտեղ տեղ կգտնի նաև Գուավանովան։ Այ ինչպիսին կլինի, ինչի մասին կլինի, ինչ գրված կլինի, գուցե ինչ ցուցադրված կլինի, ինչ եք կարծում։ Ձեր որ մասնիկը ցուցադրված կլինի, որպես պատմություն։ Բնականաբար մեր արմատները ընդունելը եւ դրանք կրելը եւ դրանք ցուցադրելը եւ վստահ խոսելը դրա մասին։ Վստահ խոսելը հայկական արժեքների մասին։ Դրանք ոչ մի դեպքում չկորցնելը, ոչ մի դեպքում կարևորություն չտալը, ոչ։ Մենք այն ենք, ինչի մենք հավատում ենք, ինչ մտածում ենք եւ ինչ կրում ենք։ Ազգային արժեքների կրող որպես։ Առաջին հերթին այո, առաջին հերթին այո։ Թրենդերից խոսեցինք, այ կա թրենդ, որը որ միգուցե Գուավանովան է սկսել թելադրել, կա թրենդ, որին որ դուք հետևում եք եւ հետևորդն եք։ Բնականաբար հետևում ենք թե աշխարհում ինչ է կատարվում։ Բնականաբար նայում ենք, թե որ մոդելի հագուստն է ավելի պահանջված, ավելի շատ սպառում ունեցող եւ իհարկե հարմարեցնում ենք մեզ, մեր մասնագիտական չափին, մեր հնարավորություններին, որովհետեւ ամեն բան չի, որ օրինակ մեր մտքով կանցնի կամ մեզ դուր կգա կամ մենք կցանկանանք արտադրել, բայց դա հնարավոր կլինի անել, հատկապես սեղմ ժամկետներում։ Սահմանափակումներ ունենք։ Անպայման։ Մենք գիտենք մեր չափը ու սկզբում ճիշտ ասած, դե քանի որ չենք եղել արտադրության մեջ, սկզբում չես կարող դու զգալ քո չափը։ Դու անում ես քո պատկերացրածով, բայց մենք ինչպես բոլոր բիզնեսներում ունեցանք խնդիրներ, տուժեցինք նրա պատճառով, որ մենք ամեն դեպքում չէինք կարողանում ճիշտ գնահատել մեր հնարավորությունը, իրականությունը, հնարավոր ռիսկերը շուկայի եւ համաշխարհային, որովհետեւ ամեն դեպքում Հայաստանը ու հայկական բիզնեսը կախված է աշխարհից, աշխարհի բոլոր խնդիրներից, բոլոր թոհուբոհերից մենք դրա մասն ենք կազմում ու բնականաբար տուժում ենք շատ։
Այ երբ խոսենք ռիսկերի, հնարավորությունների ընձեռնվող, տեսնելով ձեր աշխատասիրությունը, կարծում եմ կլինի նաև այդպիսի միտք կամ ցանկություն միգուցե համագործակցել այ ինչպես որ խոսում ենք այն մեծ գիգանտ մաս մարքետային ապրանքանիշերի հետ, որոնք կան արդեն միջազգային շուկայում։ Որ ապրանքանիշն է ձեզ ավելի մոտ եւ ում հետ կարող եք դուք համագործակցել։ Եթե անկեղծ խորքային չեմ մտածել կամ չեմ պատկերացրել այդ հարցի պատասխանը, որովհետև ելի եմ ասում, հասկացել եմ ֆաբրիկան հիմնելու դեռ սկզբում, որ պետք է հանկարծ չափը չանցնես, որովհետև դա շատ վտանգավոր կարող է լինել։ Այ կանանց համար նախատեսվող տեսականին է շատ թե տղամարդկանց։ Ամեն դեպքում կանանց, որովհետև ամբողջ աշխարհում ավելի շատ սպառում ունի կանացի հագուստը, կանացի հագուստը, այո, հիմնական սպառողը կինն է։ Եվ կանայք իրենց համար մի քանի անգամ ավելի շատ տեսականի են հիմնականում գնում, քան տղամարդիկ իրենց, հատկապես որ Հայաստանում կա տենդենս, որ շատ ընտանիքներում հիմնականում տան համար հագուստ գնողը կինն է, եւ ամուսնու համար եւ երեխաների։ Իսկ եթե կինը գնում կատարելու երեխաների կամ ամուսնու համար, ինքը բնականաբար ընթացքում ոնց է լինի մեկ կամ երկու բան իր համար գնում է։ Շատ լավ։ Եվ վերադառնանք մեր հարցին, որ բրենդի հետ ենք ուզում ցանկանում մտածել միգուցե համագործակցել։ Աստված առաջ, եթե անպայման մենք մեր կողմից ջանք կգործադրենք ու երանդ կդնենք, որպեսզի մենք կարողանանք դուրս գալ միջազգային շուկա պարզ ճակատ, կանացի հագուստի առումով կուզեի համագործակցություն ունենալ, եթե լիներ նման շանս։ Իտալական բրենդ կա, կանացի Էլիզաբետա Ֆրանչի, նաև մանկական հագուստ են արտադրում։ Իմ համար դա շատ կանացի, շատ յուրահատուկ, շատ ճաշակով բրենդ է։ Եվ եթե Աստված առաջ մի օր լիներ այդ շանսը, ես կուզեի փոքրիկ համագործակցություն ունենալ։ Բայց այժմ դա իրականությունից շատ դուրս է։ Ինչի մասին կլինի այդ համագործակցությունը։ Կանացիությունը լսեցի։ Ինձ թվում է վստահ, ուժեղ ու կանացի հոգեվիճակի։ Այ կանացիությունը չկորցրած, ուժեղ, վստահ, կյանքով առաջ գնացող կնոջ մասին կլիներ, որը գիտի իր տեղը, դերը, որը չի մտածում իդեալական լինելու մասին, որովհետև տեսեք, օրինակ, իմ ընկալմամբ պետք չի մտածել, որ իդեալական չկա։ Ես կարծում եմ, որ իդեալական կա, այն էլ ինչպես կա։ Իդեալականը մեզ ամենահարմար, ամենամոտ տարբերակն է։ Ինչի սпасել անիրական բանի, եթե կարաս քո ընկալումով դա քեզ համար սարքել իդեալական։ Դա կլիներ ուժեղ, վստահ եւ կանացի կնոջ մասին, որը կընդուներ նորմալ իր եւ գեղեցիկ լինելը, եւ հոգնած լինելը, եւ ցավացող հոգի ունենալը պահի տակ, որովհետեւ բոլորս անկախ մեր կարգավիճակից, սոցիումի մեջ կարգավիճակից, աշխատանքային կարգավիճակից, սոցիալական կարգավիճակից, բոլորս իրականում վերջի վերջո ընդհանրապես մարդ ենք եւ լրիվ նորմալ է լինել եւ գեղեցիկ, եւ հոգնած, եւ հուզված, եւ պահի տակ ցավացող հոգով։ Այդ ամենը նորմալ է։ Պետք է շնորհակալ լինենք Աստծուն, ընդունենք կյանքը ինչպես որ կա, ընդունենք մեր տեսակը եւ վստահ քայլերով փորձենք գնալ առաջ։ Իսկ կա դեմք, կերպար, համաշխարհային կարող է լինել անգամ կին, չէ՞։ Խոսում ենք կանանց մասին, ուժեղ կանանց մասին, կայացած կանանց մասին, աշխատող կանանց մասին։ Ում կցանկանաք, որ ներկայանա Գուավանովայով, որպես դեմք։ Որպես դեմք լինել, այո, ամբասադոր, միջազգային հետաքրքիր ինչ-որ դեմք, որը ձեզ հետաքրքիր է։ Կամ միգուցե նման համագործակցություններ ունեցել եք Հայաստանում։ Միգուցե չեք մտածել, պետք է մտածել այդ մասին։ Տեսեք, ինչ վերաբերում է միջազգային շատ ճանաչված եւ շատ բարձր դիրք ունեցող, դրա մասին չենք մտածել, որովհետեւ ելի եմ ասում, մենք չենք հասել այդ կարգավիճակին դեռ։ Հայաստանում փորձում ենք համագործակցել տարբեր բլոգերների հետ, բայց եթե լիներ միջազգային, կուզեի ճիշտն ասած ունենալ համագործակցություն Ֆրանսիս Կուրկչյանի հետ, ոչ թե օտանելիքների տեսակետից, այլ անձի տեսքով։ Ֆրանսիս Կուրկչյան, պարզապես որպես ճանաչված հայ, որը մեծ պատիվ է բերում մեր երկրին, մեծ պատիվ է բերում հայ բառին,
Անձամբ չեմ ճանաչում ոչ մեկին ու չգիտեմ թե որպես մարդ ինչ տեսակների կրողներ են, բայց եթե նայում ենք որպես միայն կերպար, այդպես կերպարային տեսակետից կուզեի լիներ Ֆրանցիսկո Կուրկչյան օրինակ։ Ուզում եմ խոսել նաև վերադառնալ ոճի հետ կապված Գուավանովայի, քանի որ հիմնականում oversize, չէ, ճիշտ եմ հասկանում, շապիկները եւ այլն, այսինքն կարող են գրել եւ կանայք եւ տղամարդիկ, այստեղ մենք շատ խոսեցինք կանացիության մասին, կնոջ դերի մասին, նաև ուժեղ կնոջ մասին, աշխատասեր կնոջ մասին, չեք կարծում, որ այստեղ մի քիչ խախտված բալանս կա։ Ամենևին մարքեթինգային քայլ է ձեր կողմից։ Չէ, ամենևին չեմ կարծում, որ խախտված բալանս կա, ոչ էլ մարքեթինգային քայլ է։ Բալանս չենք խախտում, իմ կարծիքով, համենայն դեպս բալանս չենք խախտում, ինչու, որովհետև մեր մոդելների մեծ մասը կոնկրետ կանացի եւ կոնկրետ տղամարդու են, բայց այստեղ գալիս է մի երկրորդ, ոչ թե մի երկրորդ, այլ երկրորդ փաստը, իրականությունը, հա, պահանջված լինելը մոդելների, թե միջազգային շուկայում, թե Հայաստանում, ոճի նախասիրությունը այնքան տարբեր է, կարող ենք հանդիպել տղամարդու յուրահատուկ տպագրությամբ, որ կարող է օրինակ այդ տպագրությունը լինել մանկական, նույնիսկ ոչ թե կանացի։ Եվ այստեղ առաջ են գալիս արդեն unisex ասված մոդելները, որոնք կարող են հագնել եւ կանայք եւ տղամարդիկ, առանց որևիցե սահմանափակումների կամ որևիցե խնդիրների։ Իսկ ինչու oversize, որովհետեւ նախ դա տենդենց է, նախ դա շատ վաղուց արդեն 40-50 տարի եւ ավել դա տարածված է եղել Ամերիկայում, հետո Եվրոպա, հետո Հայաստան եւ իհարկե հարմարավետությունը։ Այժմ մարդկանց համար շատ կարեւոր է զգալ հարմար առօրյայում։ Էլի վերադառնանք ձեր դերին եւ ասենց ամփոփիչ, եթե կարելի է փորձենք մեր հարցազրույցը ամփոփել, ով է Տիգրանուհին Գուավանովայի կյանքում կամ Գուավանովան ձեր կյանքում։ Շատ փոխկապակցված ենք ինձ թվում է, ես եւ Գուավանովան, որովհետեւ ես չեմ ուզում խոսել միայն իմ մասին, որովհետեւ այն, որ Գուավանովան հասել է այն կարգավիճակին, ինչ ունենք այսօր, դա բոլորի շնորհիվ է։ Բոլորի շնորհիվ է, այնտեղ աշխատում է մեծ թիմ, աշխատում են նվիրված մարդիկ ու ես շատ շնորհակալ եմ բոլորին ու չեմ կարծում, թե ես որևիցե մեկից ավել բան եմ արել։ Մենք բոլորս հավասար աշխատել ենք, ուղղակի տարբեր բաներ ենք արել։ Դա ամենակարևորն է։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնել մեր աշխատասենյակի աղջիկներին, որ աշխատասենյակում մենք մի քանիսով ենք աշխատում, կոնստրուկցիայի աշխատասենյակում եւ ես իրենցից հատկապես շնորհակալ եմ, որովհետեւ դա իմ տեսակի շնորհիվ չէ, որ իրենք աշխատում են նվիրված։ Իմ բախտը, մեր բախտը, Գուավանովայի բախտը բերել է այդ առումով այն հարցում, որ ինձ հետ աշխատասենյակ կիսող աղջիկները տեսակով պարտաճանաչ, պատասխանատու, մաքուր տեսակի մարդիկ են։ Ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք նման թիմ, որովհետև դա շատ մեծ բան է թե կյանքում, թե բիզնեսում։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են բիզնեսները կործանվում երկու հոգու անհամաձայնության պատճառով, բայց երբ մի քանիսը կարողանում են իրար մասին մտածելով, իրար լրացնելով աշխատել, առանց պրոպագանդելու իրենց արածը, դա շատ մեծ մարդկային արժեք է եւ շատ մեծ մարդկային ռեսուրսներ է պարունակում։ Ես ինձ համարում եմ Գուավանովայի մի մասը, մեր աշխատակազմի մի մասը, շատ սիրում եւ շատ հարգում եմ նրանց բոլորին, ովքեր մեզ հետ են եւ պլանավորում են աշխատել մեզ հետ։ Այդ իսկ պատճառով չեմ ուզում առանձին Գուավանովան ներկայացնել Տիգրանուհու դեմքով։ Դա ոչ գեղեցիկ կլինի, ոչ իրական, ոչ տեղին։ Քանի որ շատ կան բրենդեր, որոնք նոր ապրանքանիշեր, մարդիկ, որոնք Հայաստանում ուզում են ստեղծել իրենց անհատական ապրանքանիշը եւ բրենդը։ Նախ ինչպես է ձեր մոտ ձևավորվում մարժան, ինչպես եք դուք կարողանում հաղթահարել համաշխարհային տնտեսության մեջ կատարվող այս ալեկոծումները, դա մեկ եւ նաեւ ինչ խորհուրդ կտակ դրանից ելնելով, այդ պատասխանից ելնելով նոր ստեղծող, նոր քայլեր անող մարդկանց, որոնք որ պատրաստվում են ստեղծել իրենց ապրանքանիշը։ Մինչև հարցին բուն պատասխան տալը մի քիչ ավելի հնից գամ, որովհետև դա կոնկրետ կապ ունի ներկայիս եւ մարժայի եւ տեսականու հետ։ Քանի որ սկզբանե Գուավան եղել է բյուջետային ապրանք ներկրող բրենդ,
մենք չէինք կարող լիովին փոխել Գուավայի կարգավիճակը, Գուավանովան դարձնել ուրիշ տեսակի բրենդ, որովհետև մենք ունեինք արդեն շատ հաճախորդներ, սիրելի հաճախորդներ, որոնք գալիս էին մեր խանութ սրահներ հենց բյուջետային տեսականու համար, եւ մենք բնականաբար չէինք կարող ուղղակի թողնել այդ մարդկանց։ Մեր դերը դա էր շուկայում, մեր չափը դա էր այդ պահին։ Ու արդեն մենք գիտեինք, թե մենք ինչ տեսակի ապրանք պիտի արտադրենք, ինչ գնային սանդղակով, ու ինչն է շատ կարևոր, իմանալ նպատակը։ Շատ մարդիկ միանգամից, հատկապես երիտասարդները, իհարկե շատ լավ է միանգամից շատ գումար աշխատելը, շատ գումարը շատ հարցերի լուծում է, հեշտացնում է եւ բիզնեսը եւ կյանքը, բայց միանգամից մտածել շատ գումարի մասին դա շատ խաբուսիկ եւ վտանգավոր բան է։ Դու պիտի իմանաս քո նպատակը, իմանաս քո դերը որն է շուկայում ու ամեն դեպքում հաճախորդին ինչ ես տալու, որովհետեւ այդ գումարը օդից չի թափվում, այդ գումարը ստանում ես հաճախորդից, հաճախորդն է վճարում դրա համար։ Եվ մենք որոշեցինք մեր հաճախորդին տալ անհոգություն, հենց այդպես առաջացավ։ Քանի որ վերջի 2 տարին, հատկապես 1 տարին Հայաստանում շեշտակի գների աճ եղավ, սովորական առօրյա կյանքը կարող եմ ասել, որ կրկնակի թանկացել է։ Եվ մենք մտածեցինք, իսեր Աստծո, թող մարդիկ լինեն հանգիստ այդ տեսակետից։ Ու հասկացանք, որ մենք պիտի արտադրենք համենայն դեպս այս պահի դրությամբ բյուջետային, որակյալ, գեղեցիկ հագուստ։ Եվ քանի որ ողջ հումքը ներկրվում է Չինաստանից, դրա շնորհիվ կարողանում ենք ստանալ ցածր արժեք։ Ամբողջը ներկրվում է Չինաստանից, ամբողջը կարվում է Գուավանովա ֆաբրիկայում, եւ դրա շնորհիվ կարողանում ենք ստանալ պարզապես ցածր արժեք։ Ինչպես նաեւ, բնականաբար մենք կարող ենք բարձր արժեք ստանալ, եթե արհեստական գին ավելացնենք, բայց երբ չես հետապնդում գերշահույթ, այլ հետապնդում ես քո նպատակը, այդ ուղղությամբ ես գնում, դրա շնորհիվ մենք կարողանում ենք պահել մեր գները։ Որն է Գուավանովայի նպատակը։ Գուավանովայի նպատակը լինելն է հայկական արմատներով ուժեղ կայացած որակյալ, գեղեցիկ, ճաշակով եւ բյուջետային հագուստ տրամադրելը։ Շնորհակալություն։ Ձեզ այնքան շնորհակալ։ Էսթեզիանի այսօրվա իմ հյուրը Տիգրանուհին էր, Գուավանովա մաս մարքետային ապրանքանիշից։